Ադրբեջանի զինված ուժերի տրամադրության տակ եղած ամենահեռահար հրթիռային համակարգը ռուսական .UN է, որը կարող է թիրախներ խոցել մինչև 120 կիլոմետր հեռավորության վրա։ Հաջորդ հեռահար միջոցը Սմերջ համակարգն է, որի հրթիռը թռչում է 70 կիլոմետր։ Նախիջևանից հարվածների դեպքում իսրայելական եւ թուրքական արտադրության այլ համակարգերը ամենաշատը կարող են վնասել Արարատյան դաշտավայրի բերքին։ Հայկական զինանոցում բացի .U եւ Սմերջ համակարգերից առկա են Scud եւ Iskander-M բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են ճշգրիտ հարվածներ հասցնել 300 կիլոմետրից ավելի հեռավորության վրա։ Հենց այս համակարգերն են ահաբեկում Ադրբեջանի ղեկավարությանը, քանզի լայնամասշտաբ պատերազմի դեպքում հայկական միջին հեռահարության Սմերջ, Թայֆուն եւ .U համակարգերն իզորու են խոցել շփման գծից ոչ հեռու գտնվող Ադրբեջանի մեծությամբ երկրորդ 1 միլիոն բնակչություն ունեցող Գյանջան եւ հարակից բնակավայրերը, իսկ բալիստիկ հրթիռները Բաքուն եւ Աբշերոնի նավթահորերը։ Հայկական զինուժում արկա միջոցները հաշված րոպեների ընթացքում կարող են շարքից հանել Ադրբեջանի տարածքում արկա ցանկացած ենթակառուցվածք եւ պարալիզացնել երկիրը։ Հենց այս հանգամանքն էլ հունից հանում է Ալիևի ռեժիմին, հատկապես երբ բնակչությունը սկսում է չվստահել երկրի ղեկավարությանն ու բանակին։ Ադրբեջանցի լրագրող Մովսուն Գաջիևը հանդես է եկել լայնածավալ հոդվածով, մերկացնելով Բաքվի քարոզչամեքենային եւ եզրակացնելով, որ ոչ Ադրբեջանի բանակը, ոչ էլ իշխանությունը պատրաստ չեն նոր պատերազմի։ Գաջիևը գրում է. Ռազմական գործողությունների վերսկսումը վերջակետ կդնի էներգառեսուրսների առևտրի վրա։ Հայերի գնդակոծության ներքո կարող է հայտնվել սրբության սրբոցը Բաքու, Թբիլիսի, Ջեյրան նավթամուղը։ Անգամ Ղարաբաղի վերջնական կորուստը Ադրբեջանի ներկայիս վարչակազմի համար ավելի քիչ սարսափելի է, քան թալանված նավթադոլարների հոսքի